Պարոն Վարդևանյան, ձեր մասին շատ գովեստի խոսքեր ասվեց, ես ինքս չեմ շռայլի, որովհետև մի փոքր կարող սուբյեկտիվ դիտվի հաշվի առնելով մեր ընկերական հարաբերությունները, բոլորը դա գիտեն, ամեն դեպքում ես վստահ եմ, որ ձեր քաղաքական, իրավական գիտելիքները, ձեր անցած փորձը իրականում ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը, իրականում ծառայելու է այն գործընթացին, որով պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանազրկել։ Այսքանը այս մասին։ Տեսեք, արդեն մի քանի օր է իշխող խմբակցության շատ պատգամավորներ շարունակում են նույն հարցը տալ ընդդիմության ներկայացուցիչներին, ելույթ ունեցողներին, այսօր պարոն Վարդևանյանին այդ հարցը տվեցին, թե ընդունում եք մեր պետական սահմանները, երեք էլ այդ նախընտրական ձեր հայաստանության քարտեզից էին նվեր տալիս ընդդիմադիր պատգամավորներին ու կարծես շուտ ասելու կպես ընդունում եք, որ 2970-40, չգիտեմ, ինչքան բան է, կիլոմետր քառակուսի է, չէ, ասեմ, մի վարքյան, դուք ինքներդ էլ չգիտեք ինչքան է, ժամանակին երեք լավ նշվեց 2980-800-ից էր խոսվում, հիմա 2900 կներեղություն 29800-ից էր, 29000, հիմա 743 է խոսում, բան մնացածն ինչ եղավ, դուք հստակ գիտեք ինչքան է, այն 200 քառակուսի կիլոմետրը, որ գտնվում է, դուք ինքներդ էլ դա ընդունել եք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, մեր սուվերեն տարածքներից, դա մտնում է այս թվի մեջ, թե չի մտնում, դա մտնում է, ելույթներում էլ կպատասխանեք, այդ իշխանասարի կողմից, որ ադրբեջանցիները մոտեցել էին, ջերմուկի կողմից, ջերմուկի սարերում նստած են, տարածքներ ունենք, են, որ ադրբեջանցիներն եղել էին, գենշտաբի պետը, հետո ելույթով կասեք, գենշտաբի պետն ասեց, որ կսովածանան կգնան, այդպես էլ չսովածացան, չգնացին, եւ որ ամենակարևորն է, այդ հարցը ուղիղ տրվեց առաջի օրը, կարծեմ պարոն Ռուբենյանին, Տիգրանաշենը մտնում է 29743 կիլոմետրի մեջ, Արցվաշենը մտնում է, ճիշտ է, Արցվաշենը այս քարտեզի մեջ կա, բայց ինչի համար եմ այս հարցը տալիս, որովհետև, չգիտեմ, վաղը սահմանազատման Ադրբեջանի հետ հանձնաժողովով միգուցե այլ որոշումներ կայացնեք, օրինակ որոշեք, ես այս խոսքը պարզ ասեմ, ես շատ եմ լսել ձեր կողմնակիցների կողմից ու անձամբ ոչ պատգամավորների, որ Արցվաշենը վաղը մեզ համար նոր գլխացավանք է դառնալու եւ այլն եւ այլն։ Սա ուզում եմ տամ, ուզում եմ ուղիղ ստանամ պատասխան։ Եվ պարոն Եղոյանը այստեղ չի, այդ հայրենիքի եւ պետության այդ գաղափարի խոսակցության հետ կապված էլ կուզեի այս նույն հարցը պարոն Եղոյանին տալ, Արցվաշենը եւ Տիգրանաշենը մեր հայրենիքն է, թե մեր հայրենիքը չի։ Վաղը սահմանազատման արդյունքում, եթե ձեր իշխանությունը որևէ որոշում կայացնի, որը ենթադրենք Արցվաշենը նորից եմ ասում, կմնա Ադրբեջանին կամ Տիգրանաշենից ինչ-որ բան, դա, այսինքն կմնա մեզ, կլինի մեր հայրենիքը, եթե սահմանազատման արդյունքում Ադրբեջանին անցնի, այլևս հայրենիք չի լինելու, խնդրեմ պարոն Եղոյանը ստեղ չի այս հարցին պատասխանի, եւ եթե դուք հստակ գիտեք եւ ասեցիք, որ այդ տարածքները, որտեղ ադրբեջանական զորախմբեր են, մտնում է 29743-ի մեջ, ապա պետք է բարի եղեք ապահովելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մի թեմայից էլ եմ ուզում անպայման խոսել, խոսքը վերաբերվում է վաղը 16:00-ին Էջմիածնում տեղի ունեցող այն խայտառակությունից, որը վաղը մենք ականատես ենք լինելու, վստահ եմ, որ Ադրբեջանում վաղը, չգիտեմ, Փաշազադեն եւ մնացած մոլլաները քեֆ ուրախություն են անելու, ձեր իշխանությանն էլ երկար կյանք են մաղթելու, որովհետեւ ձեր իշխանության ուղիղ ցուցումով վաղը դատարան են կանչե մեր բարձրաստիճան հոգևորականներին, սրբազաններին եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Տեսեք, ստացվել է մի իրավիճակ, երբ դատարաններն են որոշում, օրինակ ով է քահանա, ով քահանա չի, ով կարող է
կնունքի արարողություն անել, ով կարող է հարսանիքի արարողություն անել, ինչ անել, ով կարող է աղոնել մատաղի եւ այսպես շարունակ։ Եթե տենց է դատարաններն են որոշելու, ինչ ասեմ, կարող եք վաղ ասենք մի խաչ էլ դնել դատարանի վրա, դուք նաև ունեք տենց պատարակախումբ ունեք, որ ամեն կիրակի ինչ-որ միտեղ այդ խմբով մասնակցում եք պատարակի գնաք, մասնակցեք դատարաններում, դատավորներին էլ կարողա չգիտեմ, կարգեք պատարակիչներ, դուք տենց ոնց որ թե փորձ ունեք։ Իսկ եթե ավելի լուրջ ասեմ, սա իրականում ծաղր է ու վիրավորանք է բոլոր այն հայ քրիստոնյաների նկատմամբ, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Դուք վիրավորում նսեմացնում եք մեր հավատքը եւ սա բնավ վստահ եմ, սա միայն վեհափառ հայրապետի դեմ ուղված արշավ չէ։ Սա արշավ է հայ առաքելական ամբողջ եկեղեցու դեմ։ Փորձում է 2000-ամյա մեր հոգևոր հիմնասյունը մեզ հայ պահող եկեղեցին քանդել, վստահ եմ դա չի ստացվելու եւ իհարկե առիթից օգտվելով ուզում եմ բոլոր, քանի որ լինելու է նաեւ դատարանը լինելու է Էջմիածնում, բոլոր էջմիածնեցիներին, բոլոր իմ ընկերներին, հարազատներին կոչ եմ անում վաղը 16:00-ին լինել դատարանի բակում, սատար կանգնել հայ առաքելական եկեղեցուն, ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր սրբազաններին։ Շնորհակալ եմ։